Շնորհակալություն մեծարգո նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատարանության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատարանության օրենսգրքի կարգավորումների համաձայն բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվում են բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ առարկաների առգրավումը։ Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման առգրավման որոշումների քանակը շեշտակի աճել է, դրանով պայմանավորված խնդրու առարկա տեղեկատվության մշակման, պատրաստման եւ փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները եւս ավելացել են, ինչը դժվարացրել է թե իրավապահ համակարգի, թե ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը, հանգեցնելով նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգման։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ։ Հիշյալ գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն։ Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան տվյալները էլեկտրոնային եղանակով ստանալը, առգրավելը չի նշանակում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով։ Ենթադրվում է, որ օրենքի ընդունման փոփոխությունների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային կապուղի կամ համակարգ, որով այդ առգրավումները պետք է իրականացնել։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։